Հետո որ ուտենց գլուխը տնգած վազելով գնում այս պարլամենտ, պետք է իմանա, որ այս պարլամենտը Տիգրանաշենը հանձնելու մասին է լինելու։ Պետք է իմանա ինքը ուրա գնում, ինչի մեջ է մտնում, գլուխը ինչի մեջ է մտցնում։ Իսկ դուք ինչպեսի պատկեր եք տեսնում խորհրդ։ Ըստ էս օրինակ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն ունենալու է, թե ոչ սահմանադրական մեծամասնության մասին չի խոսքը։ Մենք երկու սցենար ենք քննարկում։ Մենք քննարկում ենք առաջի սցենարը, որը ես ձեզ քննարկեցի արդեն, կոմպրոմիսային տարբերակը։ Երկրորդ սցենարը, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթում է։ Տեսեք, օպոզիցիոն ուժեր կան, հարցում ես, ասում են, ոչ, մենք հաղթելու ենք, մենք չենք քննարկում, եղբայր մի հատ լավ, էլի, ասեք, ադեկվատ եք դուք, թե ադեկվատ չեք։ Մենք քննարկում ենք Նիկոլ Փաշինյանի հաղթանակի պարագան։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, խորհրդանում չպետք է լինեն միայն այն ուժերը, որոնք այսօր կան։ Պետք է լինի նաև Լուսավոր Հայաստանը, այլ ուժեր, ովքեր ըստ էության կարող են հաշվետու պահել պարլամենտը։ Այլապես մենք ունենալու ենք 21-26-ի խայտարակությանը 26-31 թվականների խայտարակություն, որը ես ասեմ, կործանարար ազդեցություն ունենալու Հայաստանի համար։ Հետո որ ուտենց գլուխը տնգած վազելով գնում այս պարլամենտ, պետք է իմանա, որ այս պարլամենտը Տիգրանաշենը հանձնելու մասին է լինելու։ Պետք է իմանա ինքը ուրա գնում, ինչի մեջ է մտնում, գլուխը ինչի մեջ է մտցնում։ Այս պարլամենտը, այս նախաստորագրված բանը պայմանագիրը, որ կա համաձայնագիրը, որ ես ասել եմ, որ պետք է դատել ստորագրողներին, այս պարլամենտը այդ թուղթը վավերացնող պարլամենտն է։ Այդ որտենց վազում են, թող իմանան, որ իրանք կրելու են այդ պատասխանատվությունը։ Պատրաստ են դրա տակ մտնեն, պատրաստ են այդ ամեն ինչով հանդերձ կռիվ տան եւ դա թույլ չտան։ Այն որ բանը օրեր առաջ բան են անում։ Մենք թույլ չենք տա ընտրությունները, կա եղբայր, թույլ չեք տա ընտրությունները, կեղծեն այդ երբ չեք թույլ տվել, երբ եք ինչ արել, մի հատ հանգստացեք։ Ինչ եք կարեցել դուք թույլ չտաք, որ մի խոսում եք, մենք թույլ չենք տա։ Հասկանում եք, չպետք է օպոզիցիան լինի խոցելի։ Այդ խոցելիությունները օգտագործվում են եւ ժողովրդի ձայնը չի հնչում։ Ժողովրդի ձայնը մնում է եսին որտեղ դրսերում ամեն։